Առաջինը եկանք Երևան City, որովհետև City-ում հեծանիվ կար, ասեցին, տեսնենք ինչ հեծանիվներ ունեն այստեղ։ Չէ, լավ էս է մնացել, մենակ 55,000 մեծ հեծանիվ է։ Հարկավոր է գնանք մեր ուսումնասիրություններ ուրիշ տեղ կատարենք, փնտրտուքները։ Գնացինք բար։ Եկել է իրան հեծանիվ ընտրի Ալեքսը։ Հիմա ես ուզում, հա։ Ամեն ինչ լավ էր աշխատում։ Բասկետով ես ուզում, բայց տորմուզները սրա լավ էին աշխատում, հա։ Հեշտ էր, բայց ոնց որ նույնն է Ալեքս սրա նրա տորմուզը։ Չէ։ Սա լավ են։ Նրանք փոքր են։ Լավ, էս արդեն նկատի ունենանք, արի գնանք մի հատ խանութում նայենք, գանք։ Բասկետով ես ուզում որ լինի։ Ջրի շիշ չէ, հա։ Ես ինչքան է, 21,000 Այդ ասնենք որտեղ ենք գտնում մեծ հեծանիվները Ալեքսը ստաղեց չի դուրս գալիս Արի բալ Էտի հանի կանք, էտի հանի շնորհավոր ասենք Going to do like this, do like this. Where is the king? Each piece has a different function, Alexander, a different movement. This is king, this is queen, this is king. It's a strategy game. Straight. This is a little bit like this queen. So this is the king. In French, we say les échecs. In German, we say schach. And in English, we say chess. Եկեք գնացինք, վազեցինք Վազի, շուտի մաղջիկ Են մեկը ինչ անի, են մեկն է հետրեց պետք անի ընկնելու է Ալեքս սպասի ավտոներ են գալիս բալես Not like a wheel. Հապալասը այստեղ արժի 100 գրամ է, 245 դրամ, այսինքն կիլո 2450 դրամ ու ընտիր հապալաս է Տեսնենք այսօրվա խնձորը ոնց կլինի երեկվանը շատ համով էր, շատ քաղցր էր այս է մնացել, մի քիչ թե բնականաբար 3-4 վաննա բայց քաղցր, ընտիր խնձորներ էին Հիմա այս դվանում տեսնենք սա ինչպիսին է Մեկ էլ կանաչի այսօրվա գնումների մեջ Կանաչին էլ հեսա մոքրեմ դվանամ Բայց սկսենք խնձորից Ոնց որ երեք ընտիր մրգերի համից չեմ կշտանում Ստեղ կարամ առավոտի ծիրիկում մենակ միրգ կարամ ուտեմ Քաղցր ջրալի կրկրթան ընտիր Մամաս միշտ կամպոտ է սարքում, տանում ենք միշտ ունենք կամպոտ տարբեր մրգերից, ամարձում էր գարուն, չգիտեմ արշուն Սրանցից հիմա լավերը կընտրենք ու սրանք մի քիչ շատ է ոնց որ խփած եւ փչացած է Բայց մենակ այս երկուսը, մեկը այս դրանք Այս մնացածը արդեն կգնա կամպոտի
Այս Պրուշյանն է ժողովուրդ, այս երբ են սարքել սենց։ Այս Պրուշյանի այս բանկը կար, այս հատվածների շենքերն են նայեցան։ Չգիտեմ ձեզնից ով է եղել Պրուշյան փողոցում վերջերս, բայց այս ինչ այս կարմիր խաչ է։ Այստեղ բանկ պիտի լիներ մի ժամանակ, հայ զարգացում էր ինչ էր, թե ուրիշ բան, թե միշտ եղել։ Թե են կողմները, հա, հեսա, Արարատ բանկն է, հա, հեսա, չէ, բանկի տեղը խառնել եմ ես։ Վաու, շատ սիրում էին սարքել, լրիվ փոխվել է այս հատվածը, բայց ես չեմ հիշում անցած տարի ինչի ես մասով չեմ անցել, սենց բացեմ թոթեմ, տարվա մեջ են հասցրել սարքեն այդ շենքը, ստեղել են շենքեր սարքում էլի։ Հրապարակում ոնց որ թե միջոցառում է լինելու, բեմ են հավաքում, դեռ չգիտեմ մանրամասները, որ կամ ընկերներ ջան։ Կհետևեմ նորություններին այսօր, իմանամ ինչ է կատարվում, բայց գիտեք ինչ եմ նկարում, այնտեղ մի հատ մեքենա կա, որ տեսնեմ կարամ նկարեմ այդ մեքենային, հետաքրքիր մեքենա է։ Այ հենա, մի քիչ մոտիկացնեմ։ Այսինքն Ամերիկայի դրոշով գնաց, ոյ շենքից բան չմնաց, երևի կհանձնեն էլի շուտով։ Չիպս ես ուզում։ Արի բլու կապուտկույն ինչ-որ չիպս է տեսել, որտեղ է տեսել իմ տեղան։ Բատո Պես են ստեղ պիտի լինի բալես որն է Թոքին որն է իմ տղա Էդ ես ուզում Դու ինչ ես ուզում բալես Դու էլ էդ ես ուզում Takis. Blue hot top. Չինական չիպսեր են սրանք Վերցնի Դու պատրաստում ես ջրոցի Կանք ստեղ ջրոցի պիստալետ ենք վերցրել որ Պետք է ջրոցի խաղա Ասա Էդմոնի համար է Տուր, հա ոչ չէ, կտա ինքը կտա Էդմոնին, տուր Why we can't put it? Ստեղ ստայանքին ամեր, մի զարմատ Ասում էոնք ասում են, եթե ստեղ մի երկու ատեմ հետ բանի վարնեք, ես հարևանն էլ չի կարա գնա իրա տուն Կռիվ մի արեք, ամեն մեկը ձեր She's doing mine. Քոնը չէ, ամեն մեկը ձեր ավտոն լվացեք, այստեղ այս Ալեքսանդրոս Էդմոնդս չիպս էր ուտում, չիպսն է գցել է գետնին, ջրում էլա, ասա ցեխա դառնալու Արի դու քո ավտոն լվացի կյանք, դու էլ քո հեծանիվը թողել ես կեղտուտ վիկ, եկել ես Bottle because I could use it as a decoration. Հա, Տենում եք ինչ մաքրության գործ է մեր մոտ գնում, բան ենք, բան ինչ անունը, ժամանակ չունենք, 3 երեխա ու 3 երեխայի հետ հարկավոր է հասցնել Քուրիկը բոլորինն է լվանում Վիկ, դու քո հեծանիվը, վայ, քոնը էտ ինչ կեղտոտ է, քոնը, վայ, շատ կեղտոտ է քոնը Քոնը լվացի, քոնը, իմ աղջիկ I am the Հա, քոնն էլ լվացի, որ մաքուր լինի կյանք Էդմոնս պատերն էլ է լվանում decoration. Հա, And Edmond doing his wall. լվացեք կյանք Աղջիկներ ջան, հաճախ լսում եք, որ ասում են իմ աղջիկը, դու հորքուրի ինչն ես իմ կյանք,
Ես իրա հորքուրն եմ իրական մի աղջիկը չի, բայց ինչ տարբերություն իմ աղջիկն է, չէ, Վիկա։ Վիկուլ։ Դու իմ աղջիկն ես։ Հո, ջան։ Ջան, կյանք։ Ոյ, ես քեզ շատ եմ սիրում իմ տղա։ Այստեղ մի քիչ երբեմն խանդի տեսարաններ են լինում, բայց հասկանալի է։ Ապերի քուրիկին մի արա, բալես ձենը կտրվել է, հիվանդացել է։ Զգուշ, նենց արեք, այդ շորով մի արա աչքդ, բալես, արի մոտս, արի հոգուրի մոտի մաղջիկ, արի կյանքս։ Լվացեցիր դու այդ մոնչիկ քոնը, հեն կյանք։ Հեն տղես։ Ապրես։ Մամ արի կյանք, լտես ինչ լուրջ գործ աստեղ։ Այդ մոնչիկն է, չէ։ Վա իրար մի ջրեք, բալեսի։ Մեր մոտ այսօր որերորդ օրն առաջին օրն է, դրսում խաղում էր ահագին ու վարձացել ենք վերև, հիմա նորից իջնում ենք, մամա սպասում է այնտեղ, իմացակ արդեն հեծանիվ էինք գնում, հես ասեմ մանրամասն մեր համար շատ կարևոր որոշում էր ու շատ երկար ամուսիններով որոշում էինք Ալեքսի համար, թե որ տարբերակը լավ կլինի, որ ինքը ունենա այս իր ամառային արձակուրդները։ Ինձ կհասկանան Եվրոպայում, Հայաստանից դուրս ապրող բոլոր այն ծնողները, ովքեր ունեն երեխա ու արձակուրդների ժամանակը գալիս է ու ծնողները չգիտեն թե երեխու համար ոնց կազմակերպեն, որպեսզի երեխան մենակ չլինի, ընկերների հետ մեր հայկական տարբերակով ապրես։ Ուշա չէ մութա, բայց երեխեքը բոլորը դրսում արձակուրդ է, բոլորը խաղում են։ Հիմա չէ։ Մի բացի այ բալետ, for security reasons, փակի, արի, ստանք տատեկին չկորց։ Այս է իսկական բակային խաղերը։ See how fast you go. Իրականում մեր համար շատ կարևոր որոշում էր այս որոշումը գալ Հայաստան, որովհետև գիտեք նոր ենք ինքնաթիռից իջել եմ վրասում են, Հնդկաստանից եկանք, գնացինք Իսպանիա ու հետո նորից այստեղ ինքնաթիռից իջել ենք ու ինքնաթիռ ենք բարձրացել, դեռ հոգնած էինք, շատ գեր հոգնած ենք, բացարձակ չէ զգում են կայտառությունը, որ նորից ինքնաթիռ բարձրանամ ու երկար ճանապարհ գամ, բայց մտածեցինք, որ Ալեքսի համար լավագույն տարբերակը կլինի, եթե մենք գանք ու ինքը այստեղ անցկացնի իր արձակուրդային օրերը, դա շատ կարևոր էր, որպեսզի այս խաղերը լինեն ինքը ուրախանա, մենակ չանցկացնի։ Երեխեքով հիմա սենց վազում են, խաղում են, հեծանիվը թողել մի կողմ ու արդեն հոգնած աստեղ։ Այսօր ամբողջ օրը ինքը խաղացել է, բացարձակ համակարգչին չի մոտիկացել, միայն խաղով է զբաղված եղել, իսկ այնտեղ դե չկա այդ խաղալու, երեխաների հետ խաղալու արվեստը, նույնիսկ եթե այգիներ տանում ես, երեխեքին ամեն երեխա իր համար է խաղում, իր ծնողի կողքը ու դա չգիտեմ, իմ համար դա այդքան էլ ճիշտ չի։ Բա ուր գնացին ընկերներդ կյանք։ Այստեղ ընկերները ունեին հեծանիվ, առաջի բանը որ արեցինք, մի անգամից եմ որ ասում ռենգեն արեցի, տեսնեմ երեխեքը ինչ են խաղում այս տարիքի ու հասկացա, որ սկուտեր և հեծանիվ մեծամասամբ բոլորը ունեն հեծանիվ, դրա համար շատ արագ գնացինք հեծանիվ, որպեսզի ինքն էլ իր հեծանիվը ունենա, այստեղ սկուտեր դե ունի, սկուտերն էլ ակշում, բայց դե այսօր առաջին օրն է, առայժմ վայելում է իր հեծանիվը, դե գնդակն էլ, մի խոսքով երեխեքից, որ հետ չմնա։ Մցրա, օպաս, չէ տենց չէ, սպասի,
Թե օրը ինչպես ավարտվեց, չիմացանք, բայց մի սիրուն օր ավարտվեց մեր համար, բայց շատերի համար դեռ ոչ։ Ժամը 10 ժամը մարդիկ դեռ դրսում են, քայլում են, մաքուր օդ են շնչում։ Դավթաշենի Մոսկվա։ Ինձ եթե մնար, ես մի քիչ էլ դրսում կմնայի, մի քիչ էլի կզբոսնեի, բայց Ալեքսս շատ էր հոգնել այսօրվա իր խաղերից ու ճիշտն էր, որ գայինք տուն, մի քիչ հանգստանար ու վաղն օր կբացվի, նորից կգնա իր խաղերին։ Դա բայց երեխեքը կան գնդակ են խաղում դեռ։ Ամառային այս խաղային օրերն եմ շատ կարոտում Հայաստանի։ Բարի գիշեր բոլորին։